Բարի գալուս Սիվիլետ, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրամյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Աբրամյան, ձեզ հետ խոսակցությունը կսկսենք, հարցազրույցը կսկսենք 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի արխիվացման շուրջ քննարկումներից։ Նախ ինչպես եք վերաբերում այդ որոշմանը, ազգային ժողովի նախագահի սկզբից հայտարարվեց, որ լսումների տեսքով այն քննարկվելու է թեկուզ փակ, բայց հետո այնուամենայնիվ մի քանի օր անց արդեն ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ այնուամենայնիվ ուղարկվելու է արխիվ եւ որևէ տարաձայնություն կարծես թե ֆրակցիայում իշխող կուսակցության չկա, թեպետ մինչեւ այդ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էր, որ այդ զեկույցի գլխավոր կազմողն է կարելի ասել, այսինքն տվյալ հանձնաժողովի ղեկավարն է, ասում էր, որ անպայման դա պետք է քննարկվի։ Ինչու այս ճակատագրին արժանացավ զեկույցը ձեզ։ Անդրանիկ Քոչարյանը 2 տարուց ավելի է փաստացի այդ քննիչ հանձնաժողովի նախագահը չէ, որովհետև ժամկետը 23 թվականին արդեն ավարտվել է։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը սահմանում է, թե քննիչ հանձնաժողովները ինչ ժամկետում եւ ինչ լիազորություններով են իրենց աշխատանքները իրականացնում եւ ակնհայտորեն այդ ժամկետները շատ վաղուց արդեն անցած էր եւ այն ինչ որ որոշումը, որը կայացեց ազգային ժողովի նախագահը, բխում էր դրանից, բայց այդտեղ կարծում եմ կարևոր հարցը այլտեղ է, ինչու նրանց թույլատրվեց, այսինքն օրենքի տեսանկյունից ճիշտ որոշում է կայացվել, այստեղ խնդիրը այլ բանում է, թե ինչու թույլ տրվեց, որպեսզի ժամկետներում չավարտվի զեկույցը եւ լիագումար նիստում դա չներկայացվի։ Ակնհայտ է, չէ, որ իշխանության ներսում եւ ամենավերևում բոլորի համար հստակ էր, որ դա վաղուց իր ժամկետների մեջ չի տեղավորվել եւ թեպետ Անդրանիկ Քոչարյանը բավականին խրոխտ հայտարարություններ եւ հարցազրույցներ էր տալիս, նաեւ ներկայանալով որպես քննիչ հանձնաժողովի նախագահային դեպքում, երբ որ նա արդեն իսկ քննիչ հանձնաժողովի նախագահ չէր, բայց իշխանության համար այդ ողջ գործընթացը ըստ էության ի սկզբանե եղել է պարզ։ Այսինքն այն որոշումը, որը մատուցվեց մեր հասարակությանը, դա եղել էր արդեն ի սկզբանե որոշված դեռևս մի քանի տարի առաջ։ Կարծում եմ դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ իշխանությունը այն հայտարարությունները, որ անում էր 44-օրյա պատերազմի համատեքստում, պարտվելու պատճառների, դրա մեղավորների, պատասխանատուների համատեքստում հնարավորություն չունեցավ այդ զեկույցի շրջանակներում դրա փաթեթավորումը ապահովել, որովհետև ցանկացած կամ գրեթե ցանկացած որոշման կամ դրվագի հիմքում նաև քաղաքական իշխանության հանցավոր անգործության կամ նրա գործողությունների բացակայությունն է եղել, եւ այս պայմաններում այդ հանձնաժողովը ի սկզբանե դրված խնդիրները չէր կարողանալ լուծել, եւ այս պայմաններում դրա նույնիսկ մի մասի հանրայնացումը չէր բխում իշխանության շահերից։ Բայց հանրայնացումը ըստ էության չէր տեղի ունենալու, տեղի էր ունենալու փակ քննարկում, դրանից հետո կորոշեին ինչ որ բան սեղմագրի տեսքով հրապարակեն, թե ոչ։ Ոչ։ Սկզբնական շրջանում քննարկում էր երկու մասով, դրա քննարկումը բաց եւ փակ մասով, այսինքն առնվազն մի մասը ի սկզբանե ներկայացվում էր, որ պետք է հանրայնացվի եւ դրանով էր պայմանավորված, որ այն պետք է տեղ ուներ լիագումար նիստում, այսինքն բաց ֆորմատով։ Լիագումար նիստը փակ չի կարող լինել։ Չէ, այս պարագայում դա նախատեսած էր, որ բաց մասը լինել լիագումար նիստում, իսկ փակ ռեժիմը արդեն կսահմանվեր դրանից հետո։ Հասկանալի է, դուք գաղտնիության մատչում ունեք, եթե չեմ սխալվում, որպես ազգային ժողովի պատգամավոր եւ համապատասխան նաեւ հանձնաժողովի անդամ, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ։ Գնացել եք արխիվ, ծանոթացել եք զեկույցին եւ ինչ կարող եք ասել զեկույցի ընդհանուր բովանդակության վերաբերյալ ձեր գնահատականը ինչպիսին է։ Ես ամբողջական զեկույցի հետ կապված գնահատական դեռևս չեմ կարող հնչեցնել, որովհետև դրա մի մասին եմ դեռևս հասցրել ծանոթանալ, որովհետև բառեսպուն իմաստով 2 օր է ինչ դրա հասանելիությունը կա, իսկ ծավալը թույլ չի տալիս միանգամից դա ավարտել, որովհետև այդ կոնկրետ վայրում, սենյակում այլ նաև աշխատանքներ են ընթանում, այլ մարդիկ կան, որ այլ փաստաթղթերին են ծանոթանում եւ ֆիզիկական առումով այդքան էլ հեշտ չի միանգամից գնալ եւ ծանոթանալ տարբեր պատճառներից ելնելով։ Բայց այն ծավալին, որին ես եմ ծանոթացել, իսկ դա հիմնականում վերաբերում է ռազմաքաղաքական իրավիճակին, տարբեր երկրների այս գործընթացի մասնակցությանը, ազդեցությանը եւ այլն, գիտեք, եթե կարճ ասեմ, իմ տպավորությամբ այդ մասը գրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ դրան գրված էր այն նարատիվների շրջանակներում,
որոնց հետ կապված բարբերաբար հրապարակումներ լինում նրան պատկանող իշխանական լրատվության միջոցում կամ իր կողմից տարբեր ամբիոններից հնչեցվում էր, բայց նույնիսկ ես մտածում եմ, որ դա այսինքն զեկույցը համապատասխան է, այսինքն քննություն չի արվել, այլ համապատասխանեցվել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած նարատիվներին եւ տրամաբանությանը։ Անձնական մասը, այդ ներածական մասն է եւ նաեւ դրա միջազգային, այսպես ասած, ապահովման մասն է, թե ինչ իրավիճակ եղե տարբեր երկրներ, ինչ դիրքորոշումներ ունեցել, ինչ մոտեցումներ ունեցել, ինչ հարաբերություն թողել եւ այլն, եւ ստա այստեղ շարադրված է այն համատեքստում, որ բոլոր երկրները, որոնք այնտեղ նշված են, այստեղ բարբերաբար միշտ միայն Ռուսաստանի գործոններ քննարկվում, բայց այնտեղ մենակ Ռուսաստանի հանգամանք չի։ Մեծ թվով երկրների տարբեր բնույթի, տարբեր ծանրության մեղադրանքներ կան այս գործընթացում ոչ միայն որոշակի ազդեցություն ունենալու, այլ որոշակի process-ների համար, որոնց մասով այնտեղ հնչեցված են գնահատականներ, որոնք ես ինքս չեմ համարում, որ դրանք հիմնավոր են։ Եվ երկրորդ մի շատ կարևոր բան կա, որի մասին շատերս խոսում էինք, ըստ էության այն հիմքերը, որոնք ներկայացված է այդ փաստաթղթում, գոնե այն ծավալում, որին ես եմ ծանոթացել, ըստ էության իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ իշխանությունը ինքը վստահ եղել, որ եղել են լինելու են պատերազմական գործողություններ։ Իհարկե այնտեղ ժամկետների բաների հետ կապված որևէ բան նշված չի, բայց ակնհայտ տպավորություն է ստեղծվում, այնտեղ այդ տեքստն է այդ իրավիճակը թելադրում, որ ըստ էության իշխանությունները առնվազն 2019 թվականից հետո պարզ իմացել են, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինելու։ Ես իմիջիալոց ուզում եմ այս մասը նաև լրացնել Պաշտպանության նախկին նախարար, պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանի վերջերս հրապարակված գրքով, որտեղ հարցազրույցի ֆորմատով ներկայացված էր նրա կարիերայի մեկնարկից մինչև պատերազմական գործողություններ եւ դրան հաջորդած ժամանակահատված, եւ իմ տպավորությունը, որոնք նաեւ Դավիթ Տոնոյանի այդ մոտեցումները արտահայտված, որոշակիորեն ներդաշնակեր այդ զեկույցի իմ ասած այդ մոտեցումը։ Հաշվի առնելով, որ նաեւ Տոնոյանն է այդ հանձնաժողովում քննվել։ Իմ համար պարզ չէ դա միայն Տոնոյանի հայտարարություններից ելնելով, եթե նաեւ այլ մարդկանց հայտարարությունով, բայց իմ մեջ հատկապես այս վերջին շրջանում եւ այս երկու նաեւ գործոններով պայմանած շատ ավելի է ամրապնդվել այն մոտեցումը, որ իշխանությունը հստակ առնվազն 2019 թվականի ընթացքում, նույնիսկ 2019 թվականի ընթացքից իր համար ակնհայտ է եղել, որ ինչ-որ փուլում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են լինելու եւ նրանց այն հայտարարությունները նաև իրենց գործողությունների բացակայությունը մեծ ստրատեգ պետք չի լինել 18-ից 17-ից էլ էր պարզ, որ ինչ որ փուլում հնարավոր է պատերազմ լինի։ Դա գիտեք, ես ինչի համար եմ սա ասում, որովհետև նրանց գործողությունները, որոնք եղել են եւ հատկապես եղել են 44-օրյա պատերազմից 1, 2, 3 շաբաթ առաջ, երբ որ նաև հետախուզությունը ըստ իշխանության բավականին հավաստի տեղեկություններ փոխանցել մոտալուտ պատերազմի մասին, երբ որ դու հիմքում ունես նաև 2019 թվականի քո վերլուծությունները, մոտեցումները եւ իրավիճակային գնահատականները, բնականաբար դա քեզ ստիպելու էր որպես պետություն պատրաստվել այդ պայմաններում շատ ավելի հստակ գործողություններ իրականացնել 44-օրյա պատերազմի առաջ, քան դա կարելի էր ենթադրել։ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց հետեւյալը, որ հետախուզությունը, ինչպես դուք նոր կրկնեցիք, փոխանցել է ստակ տեղեկություններ մոտալուտ պատերազմի մասին։ Այն մասը, որ դուք եք ուսումնասիրել զեկույցի, հաստատում է իսկապես այդ խոսքերը։ Ես հաստատում եմ խորհրդանում դեռևս, եթե չեմ սխալվում, 21 թվականի հարց ու պատասխանի ժամանակ իմ հարցադրումը Նիկոլ Փաշինյանին, երբ որ ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ պատերազմից 2 օր առաջ տեխնիկական հետախուզությունը ստացել է հավաստի իր ձևակերպումն է տեղեկություններ այն մասին, որ այս հավանականությամբ կարող է պատերազմական գործողություններ լինել։ Ես գրեթե 90%-անոց ցիտում եմ իր արտահայտությունը, այսինքն պատերազմից 2 օր առաջ հավաստի տեղեկություն ունեցել։ Իսկ այն հայտնի ինչ-որ զայնագրության մասին է, գաղտնալսման։ Չգիտեմ ինչի մասին է, բայց ամեն դեպս ինքն էլ է հրապարակային սրա մասին հաստատել։ Եվ սրա հետ կապված մեկ այլ հանգամանք է, որ անմիջապես սրա հետ առնչվում է, տեսեք, նույն Անդրանիկ Քոչարյանը եւ նաեւ սա կարծեմ այլ փուլում նաեւ այլ գործիչներ են իշխանական նաեւ հնչեցրել, ասում են, գիտեք,
տարբեր պետություններից մենք տեղեկատվություն ենք ստացել, մեզ հանգստացնում էին, ասում էին չի լինի պատերազմ եւ այլն, ապա կողմնորոշվում էին եւ այլն։ Հիմա տեսեք, այդ ապակողմնորոշվելը բաներ այդ երկրների հետ հարաբերությունների կառուցման կամ զարգացման կամ միգուցե նրանց հետ խոսելու համատեքստում, դա այլ հարթության հարց է։ Բայց տեսեք, երբ որ դու որևէ որոշում պետք է կայացնես, բնականաբար քո որոշման մեջ չի կարող միայն մեկ կամ երկու աղբյուր լինել որպես գնահատականի եւ համապատասխան քայլերի իրականացման հիմք, հատկապես որ այս պահին մենք խոսում ենք իշխանության մասին, ում ենթակայության տակ կան տարբեր մարմինների հետախուզական ծառայություններ, իսկ դեռ չեմ ասում դրա արտաքին ֆոնը, որ այդ վերջին 2 ամիսներից հետո Տավուշյան գործողությունից հետո ստեղծված էր, որը ակնհայտորեն խոսում էր մոտալուտ ռազմական գործողությունների մասին։ Մի քանի գործոն եմ ուզում ասել, հրապարակային դաշտում նկատել է մոբիլիզացիան ադրբեջանական բանակում, այդ թվում նաև մեքենաների ներգրավման պարագայում։ Զորավարությունները, որոնք սկզբից հայտարարվեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիայի միջև 3 շաբաթով սկսում են հուլիսի 29-ին, դրանք սկսեցին եւ չավարտվեցին 3 շաբաթվա ժամկետում եւ ակնհայտորեն դրանից վերածեցին պատերազմական գործողություններին։ Սիրիայից վարձկաների տեղափոխումը Ադրբեջան, որի մասին նաև հետագայում Ռուսաստանի արտաքին հետախուզությամբ ղեկավարներ խոսում եւ այլն եւ այլն։ Եւ գիտեք, չափազանցություն չլինի, երբ ես նայում եմ ամեն տարի Facebook-ում տեղադրված իմ գրառումները այդ շրջանի եւ այն հիմքերը, որոնք ես էի ներկայացնում, բնականաբար ինքս տիրապետելով բացառապես երևացող բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայից, նույնիսկ փորձագետների համար էր ակնհայտ, որ որևէ մասշտաբի գործողություն է տեղի ունենալու։ Եվ այս պայմաններում, երբ որ նաև պետությունը 2019-ից սկսել է գալ այն եզրահանգման, որ այնուամենայնիվ Ադրբեջանը գնալու է ռազմական գործողություններին, ապա այս պարագայում պատերազմից մի քանի օր առաջ ստացված ինֆորմացիաների հիման վրա լրջագույն քայլերի չձեռնարկումը իրականում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքական պատասխանատվության առումով, այլ հետագայում կարծում եմ նաև սա պետք է դիտարկել իրավական պատասխանատվության տիրույթում։ Իսկ հնարավոր է այնպես անել, որ չլիներ պատերազմը։ Գիտեք, այնուամենայնիվ դա արդեն այդ Ռուբիկոնը անցած էր։ Ես կարծում եմ այստեղ մի քանի հանգամանք կա, ես այստեղ ստիպված կրկին հղում եմ անելու Դավիթ Տոնյանի գրքին, որտեղ Դավիթ Տոնյանը մեծ առումով շատ կոշտ բաներ չի ասում արտաքուստ, բայց այդ գրքում, բայց մեծ առումով անուղղակի կամ որոշակի փափուկ բառապաշարը ըստեյության դրա մասին էր խոսում, ամեն դեպս իմ տպավորությունն այն էր, որ 2019 թվականի բանակցային գործընթացում ասում է, որ Նիկոլ Փաշինյանը իր համար ոնց որ կարծես թե տարօրինակ իրավիճակում ունեցել է շատ ավելի արմատական դիրքերից է հանդես եկել, քան դա պայմանական եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ 2018 թվականից հետո եւ նաեւ երևի որոշակիորեն համատության մեջ դրանից առաջ նաեւ 18, 17, 16 եւ այլն։ Այսինքն, երբ որ սան համադրում ես նաև 2019-ի համանախագահների կողմերին պատերազմից առաջ ներկայացված նաև վերջին փաստաթղթերի շուրջ ստեղծված ոդիսականին, որի հետ կապված գիտեք անընդհատ քննարկումներ են, ընդդիմության տարբեր գործիչներ առաջարկում են հանրայնացնել եւ փաստաթուղթը եւ նաեւ հայաստանյան կողմի պատասխանը, ըստ էության նաեւ այստեղ որոշակի ես տրամաբանական կապ եմ տեսնում այս բոլոր գործընթացների միջև եւ ինչը գալիս է նաեւ ամրապնդելու, որ բանակցային գործընթացը եւ բանակցային գործընթացի նաեւ հիմքում այս իշխանության դրված մոտեցումները ինչ որ փուլում բերել են մի իրավիճակի, երբ որ արդեն անխուսափելի է դարձել պատերազմական գործողությունները։ Բայց այդտեղ կա երկու հանգամանք, որը պետք է հաշվի առնել։ Իրավիճակի բերումով դրանք կարող էին չլինեն այս ծավալով եւ երկրորդը սրանք կարող են մեկ այլ պայմաններում պարզապես 44 օր չտևեին, տևեին պայմանական 20 օր։ Տեսեք, երբ պետական քաղաքական գործիչները տարբեր կալիբրի, երբ որ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին պատերազմ հրահրելու մեջ, դա կարելի է հասկանալ։ Բայց երբ որ երկրի ղեկավարներն են նախկին հրահրում, օրինակ հակառակ կողմից ասում են, որ սա Հայաստանի դեմ ուղղված մատնագիր է։ Դուք ինչպես եք վերաբերում, երբ օրինակ ուղիղ մեղադրվում է, որ Հայաստանն է հրահրել պատերազմ։ Հենց այսպես է հնչեցվում։ Ես կարող եմ պատասխանել այն դիրքորոշումներին, որը վերաբերում է հանրապետականին։ Հանրապետականը երբեք չի մեղադրել պատերազմը Հայաստանի կողմից սանձազերծելու վերաբերյալ։
Այստեղ կա այլ հրահրելու, այստեղ կա այլ հանգամանք, այլ հանգամանքը վերաբերում է պայմանական Տավուշյան իրադարձություններին։ Ինչ տեղի ունեցավ Տավուշում, փորձեմ շատ կարճ ձևակերպենք։ Տեսեք, դիրքային բարելավում, որը ներկայացվեց շռնդալից հաղթանակ, Ադրբեջանում դա բերվեց որոշակի ներքաղաքական իրավիճակի, հիշում եք, մարդիկ փողոց դուրս եկան եւ այլն եւ այլն։ Հազարներով։ Այս պարագայում պատահական չէ, որ ինքս մի քանի անգամ օրինակ եմ բերել 2012-14 թվականներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից Նախիջևանի հետ շփման գծում հայկական կողմի բարելավումները, որոնք տարբեր գնահատականներով եղել են մոտավորապես 420 քառակուսի կիլոմետր տարածքով եւ դրա մասին որևէ բարձրաձայնում չի եղել։ Մենք ինչով ենք այդ հանգամանքը բացատրում։ Դա պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտություն չկար այդ իրավիճակում առաջացնել բավականին մեծ ռեզոնանս, ինչը կառաջացներ Ադրբեջանում հանրային ճնշումներ եւ Ադրբեջանին կբխեր որոշակի գործողություն։ Ես չեմ ասում դրանից հետո կարողներ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, դժվար է գնահատել։ Կարող է լինել էսկալացիոն ֆոնդ եւ մենք դրանով ըստ էության կստիպեինք գնալու։ Նույնը վերաբերում է նաեւ տարբեր հայտարարություններ, երբ որ մենք խոսում ենք, այստեղ խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը եւ նրա գլխին կանգնած անձը արել են հայտարարություններ, որով ուժեղացրել են Ադրբեջանի համար այն ճակերտավոր լեգիտիմ հիմքերը, որը նա միջազգային հանրությանը փորձում էր ներկայացնել, կերակրել, զբաղեցնել եւ այլն, եւ այս տեսանկյունից մենք ինքներս մեզ համար երկրի ներսում ստեղծել ենք բավականին մեծ խնդիրներ։ Իմիջիայլոց նույնը վերաբերում է այդ բանը Գյանջայի օդանավակայան թեմային։ Ես ինքս կարծում եմ, որ Գյանջայի օդանավակայանին պետք է հարված հասցվեր եւ պետք է հասցվեր ավելի վաղ, որովհետեւ հիմնական ըստ տեղեկությունների եւ նաեւ հետագայում դրա հետ կապված տեղեկությունների եւ F-16-երը եւ ադրբեջանական ռազմական զինված ուժերում գտնվող այլ տեխնիկական միջոցներ, նաեւ անօդաչու թռչող սարքեր, թռիչքներ են իրականացնում այդ հատվածից։ Այո, պետք է խոցեն այդ օդանավակայանը եւ ես այս իրավիճակում այնտեղ որևէ խնդիր չենք տեսնում։ Իշխանությունը այս փուլում պարզապես փորձում է որոշակի մոլորեցնել, ֆրստնել թեման լրիվ այլ համատեքստում ներկայացնել, ինչը բնականաբար առկա իրողությունն հետ որևէ կապ չունի։ Այնուամենայնիվ հիմա իշխանությունը մենք խոսում ենք իշխանության հետ կապված ուրեմն 44 օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող զեկույցի ճակատագրի մասին, բայց մյուս կողմից ընդդիմության դաշտում տեղի ունենում որոշակի այլ գործընթաց, որը իմպիչմենտի գործընթացն է եւ դրա շուրջ քննարկումներն են։ Մոտեցումը հետեւյալն էր, որ եթե մենք ազգային ժողովում սկսվի այդ գործընթացը, դրան զուգահեռ նաեւ կարող է սկսել հանրային ճնշում դրսում փողոցից եւ իշխանությունը տեղի կտա եւ կարող է տեղի ունենալ այդ հայտնի իմպիչմենտը, բայց ոչ ազգային ժողովում ստացվեց այդ գործընթացը նախաձեռնել ամբողջությամբ, ոչ էլ դրսի ճնշումը կար։ Կարող ենք ասել, որ ձախողվել է այդ գործընթացը։ Ես չեմ կիսում ձեր մոտեցումը մի քանի պատճառով։ Ես հարց եմ ուղում, ոչ թե հարցադրման երանգավորումը չեմ կիսում։ Ինչը չեք կիսում, դրսում 100 հոգի, 200 հոգի մարդ էր հավաքված, ես չտեսա այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ, երբ որ քննարկվում էր ակցիա։ Այո։ Եվ ներսում ձեր կողմնակիցներն էին, դուք խոսեցիք, դուք ասացիք, դրանից հետո էլ գնաց հանձնաժողով համապատասխան հայտարարությունը, մերժվեց ու կարծես ավարտվեց դրանով։ Ես տեսեք, ճիշտ ասած դուք ներկայացնում եք մի իրողություն, որը ես եւ դրսում եւ ներսում չեմ տեսել։ Ասեմ ինչ առումով։ Նախ ներսում ակցիա էր իրականացում եւ այդ ակցիան ոչ թե ճնշում էր խորհրդանի վրա, այլ դա դրան զուգահեռ process էր, որը իրականացում էր դարպասներից դուրս, որտեղ ներսում չկային քպական падգամավորներ, որոնց պետք է ճնշեն եւ այդ բանի որևէ խնդիր լուծեն։ Այսինքն ի սկզբանե ակցիայի նախաձեռնության կամ նախաձեռնողների նպատակը չի եղել այդ բանի մի բան նախաձեռնելու, որը գիշերը հաջորդ եւ մնացած օրեր տեղի ունենա։ Այսինքն այդ օրը տեղի ունեցող զուգահեռ process էր լսումների։ Երկրորդը, որ դուք ասում եք, գիտեք, դուք ձեր կողմնակիցներով լսումներ արեցիք։ Հիմա տեսեք, մի քանի անուններ եմ հնչեցնում, ՀԱԿ-ը, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, թե փոխնախագահն է, ներողություն եմ խնդրում, Լևոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Միասին շարժումը, Բարգավաճ Հայաստան։ Դիմադիրներով ես ասում եմ, չեմ ասում ձեր կողմնակիցներով։ Գիտեք, դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև ըստ էության մենք ինչ process ենք տանում։ Մենք խորհրդանի զարգացումային զուգահեռ մենք նաև սկսեցինք գնալ խոսել
քաղաքական դաշտային հիմնական ուժերի հետ, որոնք այս պայն խորհրդան ներկայացված չեն, բայց առանձին գործիչների մակարդակով, առանձին ուժերի մակարդակով իրենք ունեն ընդհանուր դաշտում կշիռ։ Մեր նպատակն էր կոնսենսուս ձևավորել ոչ միայն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ հիմքերի վերաբերյալ եւ դրա լեգիտիմությունը նաեւ հանրայնացնել, այլ նաեւ ցույց տալ, որ քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանի հերասման մասով կա կոնսենսուս։ Այս մասով մեր նաեւ բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ առնվազն երկու մասով մենք ունենք ընդհանուր ներդաշնակեցում դաշտում։ Առաջինը, որ լեգիտիմ հիմքերի մասով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի բոլորի մոտ կա ընդհանուր կոնսենսուս, եւ երկրորդը դաշտում եղած ուժերի ճնշող մեծամասնությունը համարում է, որ ինքնին կառավարության ու վարչապետի անվստահության գործընթացի մեկնարկը քաղաքական process-ների առումով եւ ընդդիմության կողմից օրակարգ ստեղծելու, թելադրելու, իշխանությանը կոմֆորտ զոնայից դուրս բերելու առումով ինքը բավականին կարեւոր քայլ էր։ Եվ այս իրավիճակում լսումները տեղի ունեցել դրան շուրջ։ Հիմա դրա հաջորդել է ինչը։ Դրան հաջորդել է Հայաստան խմբակցության կողմից հայտարարությունը, մեկ ձևաթղթի տակ ստորագրելու համատեքստում, ավելի նաև Հայաստան խմբակցության նաև հավաստիացումները, որ մենք ոչ միայն ստորագրությամբ ենք այս process-ում, այլ մենք ցանկացած նաև այլ գործընթացում, որտեղ կարող ենք մեր ներդրում ունենալ, նաև մենք այդ մասով ենք մեր աջակցությունը եւ սատարում ապահովել։ Այսինքն այն ինչ որ ես մոտավորապես նկարագրեցի այս կար ժամանակահատվածում, գալիս էր ցույց տալու, որ ոչ թե այդ օրը տեղի ունեցել մեկ օրանոց կամ մեկ անգամյա գործողություն, որը հաջորդ օրը պետք է բերեր սպասված արմատական փոփոխություններ, այս է process-ի մի հանգրվանային փուլն էր, որին հաջորդել է հիմա դրա հաջորդ ժամանակահատվածը։ Խոսել եք ձեր հիմա 4 падգամավորի անուն է, եթե չեմ սխալվում, 4 падգամավորի անուն է պատտվում, որ իրանք էլ պետք է միանան, որ ինչ որ գործընթաց կարողանան սկսել, դրանից մեկը Իշխան Զաքարյանն է, որը ձեր կուսակցությամբ ձեր դաշինքով, այսպես ասած, դաշինքով ներողություն եւ համմասնական ցուցակով ընտրված падգամավոր է։ Խոսել եք իր հետ, ինչու չի միանում, այս իր ստորագրությունը չի դնում ձեր ձևաթղթի տակ, չի հավատում այդ գաղափարին։ Այստեղ երկու կողմ ունի, այսպես ասեմ, մեդալը, որովհետև մի մասը դա վերաբերում է հանրային մասում տեղի ունեցող process-ին, մի մասը այն բանակցություններին եւ այն քննարկումներին, որոնք այս պահին իրավիճակի բերումով կուլիսներում են տեղի ունենում, որովհետև կա մեծ թվով հարցեր, որ թույլ չի տալիս ոչ թե մեզ, այլ այն գործիչներին, ում հետ մենք զրուցում ենք, թեկուզ միջնորդավորված, այդ թեման ավելի վաղ փուլում հանրայնացնել։ Բայց ես մի բան եմ ուզում նաև այս համատեքստում ձեզ հիշեցնել, որ խորհրդանում նաև հանդես եկավ անկախ падգամավոր Հովիկ Աղազարյանը, ով իր միավորի անունից էր խոսում, որովհետեւ մեկ այլ падգամավոր Հակոբ Ասլանյանը եւս այդ միավորումն էր ներկայացնում, իսկ ինքը մեր քննարկումներում ասում է, որ ինքը ներկայացնում են երկուսին է ներկայացնում որպես այդպեսին, եւ Հովիկ Աղազարյանը առնվազն այս պահին կա քննարկում մոտեցումների շուրջ, եւ այդ մասով այս պահին էլ աշխատանքները շարունակվում են։ Կան որոշակի մոտեցումներ տրված, որոնք քննարկվում են պարոն Զաքարյանի հետ։ Այս պահին պարոն Զաքարյանի կամ Գեգամ Նազարյանի հետ կապված որևէ տեղեկություն կամ արդյունք այս պահին չեմ կարող փոխանցել։ Իրենց հետ խոսակցությունը միջնորդավորված է թե ուղիղ։ Ասեմ, տեսեք, տարբեր փուլեր ենթադրում են տարբեր գործիքակազմի կիրառում։ Դա միայն պայմանավորված չէ մեզանով, այն բաներն, որոնք ես չեմ ուզում հանրայնացնել կամ կարող է թվալ, որ խուսափում եմ, ոչ թե պայմանավորված է իմ մոտեցումով կամ հանրապետականի, այլ ավելի շատ բխում է այն մարդկանց հետ մեր զրույցի տրամաբանությունից, որը մենք ունեցել ենք եւ այս պայն ես ցավոք եմ ասում, բայց նպատակահարմար չեմ համարում ժամանակից առաջ ընկնել եւ որևէ բան հրապարակել։ Եվ ասում եք ժամանակից առաջ հասկանում եմ, բայց մոտավորապես արդեն սրբազան շարժումից այս կողմ խոսվում է մի անձի մասին, որը պետք է միանա այդ ստորագրություններին հիմնականում եւ որ կարող է ինչ-որ բալանսիրի դեր խաղալ, դա պարոն Զաքարյանն է եւ պարոն Զաքարյանը չի միանում։ Ձեր գնահատականը ո՞րն է։ Ինքը ընդդիմադիր падգամավոր է, ընդդիմադիր չէ, ընդհանրապես ո՞րն է իր մոտեցումը։ Ես չեմ ուզում մեկ
պատգամավորի դերը գերագնահատել կամ թերագնահատել, որովհետև երբ որ դուք ասում եք, որ հենց իրանից է կախված, այդտեղ հենց մենակ իրանից չի կախված, ասեմ ինչ եմ։ Հանրային քննարկումները կենտրոնացված էին իր շուրջ։ Միգուցե իր շուրջը այդ ամեն ինչը կենտրոնացած, բայց այդտեղ կա մի քանի հոգեբանական շեմի հետ կապված հարց։ Նախ հանրապետականը հայտարարել է, որ 36 պատգամավորի ստորագրության դեպքում միանգամից process-ը չի սկսել, որովհետև ժամանակային առումով խիստ համանախապակում կա, գիտեք, 3 օրվա ժամկետը, մինչև 3 օրվա ժամկետը, եւ դուք այդ 3 օրվա ընթացքում եթե process-ը չես կարողանում ավարտին հասնել, դա միանգամից տապալվում է, ու ժամանակի նաեւ խնդիր կար, որ 6 ամիս դու չես կարողանում process անել եւ այլն եւ այլն։ Երկրորդը կա ուրիշ հանգամանք, երբ որ դու պայմանական եմ ասում 5 այլ պատգամավորի հետ քննարկել ես, տարբեր պատճառերով նրանք համաձայնություն են հայտնել դրան միանալու։ Եթե դու հայտարարում ես, որ այդ 5 պատգամավորները եկել են եւ քեզ միացել են, դուք պատկերացնում եք, չէ՞, այն ճնշումը եւ իշխանության կողմից այն գործիքակազմերի կիրառումը, որը կարող է տեղի ունենալ այդ պայմաններում։ Ինչ-որ մի ժամին պետք է հայտարարես, եթե միանում են։ Դրա համար այստեղ պետք է երկու հանգամանք ստանալ հնարավորինս մեծ թվով մարդկանց, դեռ չեմ ասում դեռ 18-ի մասին, հնարավորինս մեծ թվով падգամավորների գոնե նախնական համաձայնություն, որի հիման վրա պետք է նաև փողոցում հանրային ճնշման համար process-ներ գեներացվեն, որից հետո դու եւ կհրապարակես եւ կաշխատես մնացածների վրա։ Սա նախընտրական այցեքարտն է ձեր, եկեք ուղի խոսենք, հարցի տեսքով իհարկե։ Այսինքն impeachment-ի գործընթացը նախընտրական ձեր այսպես տարբեր քաղաքական ուժեր տարբեր ձև են դիրքավորում 2026 թվականի ընտրություններին, հա։ Մեկը, չգիտեմ, խոսում է նրա մասին, որ մտնելու է քաղաքականություն եւ հիմա պատրաստվում է Քրիստոսի արձանի տեղադրմանը։ Մյուսները ասում են խաղաղության դարաշրջան են բացել։ Մի քաղաքական ուժ հայտարարում է, որ մեր ձևով պետք է իրականացնեն եւ այլ եւ այլ։ Շատերի մոտ ընկալվում է այս գործընթացը, ուղիղ ասեմ, ձեր նախաձեռնած, որ սա ուղղակի գործընթաց է նրա համար, որ ընտրություններին ներկայացնելու բան ունենակ։ Ասեք, որ մենք գնացինք այս ճանապարհով, չստացվեց, ընդդիմության մի մասը չմիացավ, մենք ենք իրական ընդդիմությունը եւ ընդդիմությունից ձայներ տանեք, այսինքն մյուս ուժերից ձայներ տանեք։ Նախ հանրապետականի խնդիրը այն չէ, որ ինքը մեկ այլ ընդդիմադիր ուժի հաշվին պլյուս մինուս 2-3 կամ 4 մանդատ ավել ունենա։ Այսինքն մեր խնդիրը այն չի, որ եթե ընդդիմադիր ուժերը ստանում են X չափի ձայն, մենք դրանում ունենանք ամենամեծ ձայնը։ Մեր խնդիրը այն է, որպեսզի ընդդիմադիր ձայները ուժերը միասին ունենան 50+1 ձայն, հնարավոր լինի երկրում իշխանության փոփոխություն իրականացնել, սա էս մասով։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման մյուս հատվածին նախընտրական համատեքստում, իմ հետ էլ է տարբեր գործընկերներ նաև զրուցել, որոշակի մի մասը մտահոգություն, մի մասը կարծիք հայտնել, որ սա ունի նախընտրական նշանակություն։ Ես իրենց ասել եմ հետևյալը, ասել եմ, եթե դուք ասեք, թե սա ինչ է տալու մեզ նախընտրական տրամաբանության մեջ, ես միգուցե ասեմ, որ գիտեք, մենք դա չէինք հաշվի առել, բայց այո, դա կարող մեր համար ավելի օգտակար է։ Մարդկանց ասել, որ մենք այս գործընթացն ենք նախաձեռնել, արդեն 2 տարի է տանում ենք, տարբեր պատճառներով չիրականացավ, մենք միակ իրական ընդդիմությունն ենք, որ իսկապես ձգտում էր օր առաջ, ինչպես դուք եք ասում, իշխանափոխության։ Գիտեք, կա հակառակ տեսակետ, օրինակ կային նաև այլ գործակետներ, նաև փորձագետներ այստեղ եւ այլն։ Մարդիկ, ովքեր ասում են, գիտեք, եթե դուք չկարողանաք այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնեք, միջև ընտրությունը դուք նախընտրական բանում շրջանում կստանաք ավելի մեծ հարվածներ։ Մեր մոտեցումը հետեւյալն է եղել։ Մենք ասել ենք, որ մենք եթե տեսնում ենք հնարավորություն իրավիճակից բեկում մտցնելու, մենք գնում ենք այդ ճանապարհով, որովհետև մեր համար կարևոր է ինչի, որ մենք ընտրություններում գնանք եւ կրկնում եմ 3-4 մանդատ ավել ստանանք։ Մեր խնդիրն է, որպեսզի երկում տեղ ունենա քաղաքական փոփոխություն, դա կլինի այս փուլում կլինի 2 ամիս հետո, դա բայց որտեղ է ձեր հնարավորությունը, որտեղ եք տեսել այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ նախաստորագրում է խաղաղության համաձայնագիր, հայտարարվում է խաղաղության հաստատման մասին, ասում են, որ տարի 7 ամիս է որևէ կրակոցից զինվոր չի մահացել սահմանին, չգիտեմ, Թրամփի ուղիղ աջակցությունն է ստանում այդ ամբողջ գործընթացը, այստեղ որտեղ եք դուք հնարավորություն տեսնում, որ ոչ միայն ընդդիմությունից, այլ նաև իշխանության падգամավորներ կարող են ձեզ միանալ։ Նախ ընդդիմադիր մեր գործընկեր Հայաստան ֆրակցիան միացել է արդեն process-ին։ Ընդդիմադիրները այո, միացել է։ Երկրորդը, տեսեք, այս ձևակերպումը, որը դուք վերաշարադրում եք,
սա վերջին շրջանում իշխանության կողմից անընդհատ մատնացույց է արվում այդ զոհերի հետ կապված հանգամանքը։ Ես մի բան եմ ուզում հիշեցնել ձեզ։ 2018-ին, երբ որ եղավ Աշտոնա Դուշանբեի պայմանավորվածությունը, Դուշանբեի պայմանավորվածությունից մինչև 44-օրյա պատերազմի կոնկրետ փուլը, ավելի ճիշտ մինչև Տավուշյան մարտական գործողություններ, տևական ժամանակ բավականին քիչ թվով ստաբիլ իրավիճակ էր։ Այսինքն այստեղ խնդիրը այն չի, թե առաջնագծում զոհ գրանցում է, թե չի գրանցում։ Իհարկե շատ լավ է, որ զոհեր չեն գրանցվում կամ ինչ-որ փուլում գրանցվող զոհերի թիվը իջեցվել է, եւ սա իմ համար առնվազն ցուցիչ չի առաջնորդվելու այս մոտեցում։ Եվ երկրորդը, ինչ վերաբերում է իշխանության բանակցած փաստաթղթին եւ այդ Վաշինգտոնյան պայմանավորվածություններին, նույն Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հետագայում նաև ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ ստիպված եղավ արձանագրելու, որ մեղմ ասած այնքան էլ այնպես չէ, որ արդեն խաղաղություն է հաստատված, որովհետև Ադրբեջանը շարունակում է մեզ սպիտակավորել որպես ագրեսորի, ըստ էության որպես ռազմական հանցագործ երկրի։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր խոսքում թեև մեղմ բացասած, որ մենք դա ընկալում ենք, հայ հասարակությունը դա ընկալում է որպես տարածքային պահանջ եւ այլն, եւ այնպես չէ, որ այդ գործընթացը գնում է այնպես, ինչպես իշխանությունը փորձում էր ներկայացնել։ Եվ այստեղ խնդիրը նաեւ մեկ այլ բանի մեջ է, թե ստեղծված իրավիճակում process-ները եւ տարբեր գործընթացների համադրումները ինչպես տեղի կունենա եւ շատ բան նաեւ կախված է դրանց հաջողությունից։ Դուք արդեն կոնկրետացել եք Հանրապետական կուսակցությունում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի եւ ընդհանրապես իրադարձության վերաբերյալ ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Դուք եկեք իշխանության դրանցից հրաժարվելու եք, փոխելու եք, ինչ եք անելու։ Նախ մեր դիրքորոշումը մենք օգոստոսյան հանդիպումներից հետո Վաշինգտոնյան այդ փաստաթղթի շուրջ պայմանավորությունից հետո մենք մեր դիրքորոշումը Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ներկայացրել է։ Այո, բայց չի ասել ինչ է անելու։ Ասեմ, այսա։ Եվ վերջերս նաև ֆրակցիան իր դիրքորոշումը նաև ներկայացած, որը ըստ էության հիմքում ուներ Հանրապետականի գործադիր մարմնի հայտարարությունները։ Սրա հետ կապված կա մի քանի ներկայացանք։ Առաջինը, մեզ համար դեռևս հստակ չէ ամբողջության մեջ այն բոլոր ողջ պայմանավորվածության սպեկտրը, որը այսօր կա, երևացող եւ չերևացող։ Այն ինչ որ կա, այն ինչ որ կա, ինչ է կանելու։ Եվ մենք այդտեղ ակնհայտորեն տեսնում ենք կետեր, որոնք ակնհայտ փոփոխության ենթակա են։ Մենք կարծում ենք, որ կա հնարավորություն բանակցելու, որովհետեւ ակնհայտ է, որ խաղաղությունը, որը անդադ շահարկվում է, այդ խաղաղության շուրջ կարելի է հասնել առաջնահերթ ճանապարհը դա խաղաղ բանակցության ճանապարհով հասնելը։ Մենք տեսնում ենք հնարավորություն։ Դուք Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք նրա մեջ, որ ինքը փորձում էր ընդհանրապես բանակցային տրամաբանությունը փոխել 2018 թվականից այս կողմ Արցախին բերել բանակցային դաշտ եւ այլ տարբեր հայտարարություններ են եղել։ Բայց հիմա անում եք մոտավորապես այն, այսինքն ասում եք մոտավորապես այն, ինչում ժամանակին մեղադրում եք Փաշինյանին։ Հիմա պատկերացրեք գալիս Հանրապետական կուսակցությունների իշխանության եւ գնում Թրամփին ասում է, գիտեք ինչ, այդտեղ սխալ բանակցված բաներ կան։ Մենք պետք է փոխենք դրա տրամաբանությունը, որքանով լուրջ կընդունեն Հայաստանին։ Նախ համեմատությունը այս այդտեղ տեղին չեմ համարում, որովհետև 18-ին եկած իշխանությունը չէր ասում, արեք, հեսա Ղարաբաղին մենք բերում ենք բանակցություններ սեղան, մենք էլ ասում ենք, չէ, դուք Ղարաբաղին բանակցություններ։ Ինքը ասում էր, ես չեմ ներկայացնում Ղարաբաղը, Ղարաբաղի իշխանությունը։ Երկրորդը իրանք եկան եւ իրենք բանակցային փիլիսոփայությունը ամբողջությամբ փոխեցին, երբ որ հայտարարեցին, որ մենք սկսում ենք զրոյական կետից։ Հետո հարաբերությունները բանակցային գործընթացը դրեցին լրիվ այլ հիմքերի վրա, վերեց դա 2019-ին եւ վերջը հայտնի հետևանքներին։ Մեր ասած այսօր հետեւյալն է. առաջնային խնդիրը, որ մենք այսօր ունենալու ենք իշխանություն ունենալու պարագայում, դա հիմնական պայմանավորվածությունները, որոնք եղել են տարբեր երկրների հետ, այլ թվում Միացյալ Նահանգների հետ, դրանց վերաբերյալ ճշգրտումների իրականացումն է, որովհետեւ ծավալը եւ իրական մակարդակային ինչ որ այսօր գոյություն ունի, դա մեր համար հստակ չէ եւ մեր համար դրանք պետք է ծանոթանանք, հետո որոշենք։ Այո։ Հասկացա, ուղղակի ձեր գործընկերը Արտակ Զաքարյանը այստեղ ասում էր փոխելու ենք հայ-ադրբեջանական ուրեմն խաղաղության պայմանագրի վերնագիրը կթողնենք, տակը կսկսենք բանակցել ամեն ինչ նորից։ Մենք խոսում ենք Վաշինգտոնի պայմանավորվածությունների մասին։ Վաշինգտոնի պայմանավորվածություն, այնտեղ է նախաստորագրվել։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները երկու փաստաթուղթեր, առաջինը, որը վերաբերում էր Տրամփի ուղուն եւ երկրորդը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ պայմանագրի նախագծին, որը Հայաստանի իշխանությունները եւ Ադրբեջանը ներկայացնում են որպես երկկողմ համաձայնությունների արդյունք, այլ ոչ թե Միացյալ Նահանգների։ Եվ վերջին հարցը,
նախընտրական քարոզարշավ է ձեր հիմնական պլատֆորման Արցախի վերաբերյալ, ինչպիսին է լինելու, կա հստակություն, դնելու եք դեօկուպացիայի առ, չեք դնելու, շատ խնդրում եմ հակիչ պատասխանեք դրա վերաբերյալ։ Շատ կարճ կպատասխանեմ, մենք նախընտրական բնույթի եւ ընտրությունների հետ կապված որևէ քննարկում չենք իրականացել, մենք նույնիսկ որոշում չունենք ընտրությունների մեր մասնակցության վերաբերյալ եւ ըստ այդմ որևէ այլ հարցի շուրջ ձևավորված պլատֆորմ, քան մենք ունենք եւ այսօր հրապարակային արտահայտում ենք, չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիվիլետ տաղավարում ես զրուցեցի Տիգրան Աբրամյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։